Այն անձնավորությունը, հարգելի բարեկամներ, ով Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում ամենամեծ ավանտյուրայի եւ ամենամասշտաբային հանցագործության կարևորագույն գործող անձանցից մեկն է, միգուցե ամենակարևոր։ Մասնակցում է դեբատների ինքը եւ նրանից առաջ նաեւ իր ներկայացուցիչները ընդհանուր առմամբ 12 ժամ դեբատ է տեղի ունեցել հանրային հեռուստաընկերության եթերում։ Մասնակցում է դեբատների իրենց ընդդիմադիր հռչակած պադոննկների հետ եւ որևէ մեկը տղաներ եւ աղջիկներ բոլորին ձեռնպա լինելը մի բան է, բոլորին դեմ լինելը մեկ այլ բան է։ Ուրեմն որևէ մեկը այս տահակին, ով 10 տարուց ավել վստահաբար կարելի է ասել, զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, բայց եղել է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ, այսինքն 100,000-ավոր մարդկանց է մոլորեցրել, ով ԱԱՑ-ի վերահսկողության տակ գտնվելով հանդերձ կարողացել է կերծնել ժողովրդին, որ ինքը հեղափոխություն է իրականացրել, ով 2018, 19, 20 թվականների զորակոչը ուղարկել է աղդամներ, ջաբրայիլներ ու այլ ջանդամներ, հետո այդ տղաներին իր հրամանով աղդամներ ուղարկված տղաներին ճանաչել է օկուպանտ խուժան, ոչ միայն իր 18-20 թվականի հատվածը ներառյալ զորակոչիկներին է ճանաչել, այլ ընդհանրապես 91 թվականից այս կողմ ճանաչել է օկուպանտ խուժան, ով 18 տարի գրող է տանի, մի ողջ սերունդ է մեծացել, 18 տարի խոսում է մարտի 1-ի մեռելներից, Լևոն Զուրաբյան, գետինը մտնես լավ է այդ տղա, դու պիտի գետինը մտնես, որ այս հարցը չես բարձրացրել, երեք, ինչի Սերժը կնեղանար Լևոն Զուրաբյան, դու գնա գետինը մտի այդ տղա, 18 տարի Նիկոլ Փաշինյանը խոսում է մարտի 1-ի մեռելներից, բայց հեչ է անում Արցախից Հայաստան բերված բարձրաստիճան զինվորականների վարկերն ու պարտքերը այն մարդկանց, ովքեր քշել են ժողովրդի վրա, այս անձնավորությունը, ում կոչում ենք Սամոդուր Պադոննկ, դեբատների է դուրս գալիս, իր վեցնոցները դեբատների է դուրս գալիս, 12 ժամու մեկը չի այս հարցերը դնում սրա դեմը, խենթանալ կարելի է, սա սարսափելի բան է, 12 ժամվա ընթացքում ես վստահ եմ հարգելի բարեկամներ, վստահ եմ ուղղակի, այն բանը, այն դոգի առաջին համարը, էդ ինչ մտնել էիր մտել դու, էդ ինչ մտնել էիր մտել, Նիկոլի համապատասխան տեղը, թեպետ ես Վարդան Ղուկասյանին ժամանակին ասել եմ, որ քո ցուցակը, որ դու կուսակցություն չունես, որ քո ցուցակը բերելու են լցնեն ազգային անվտանգության ծառայության գործակալներով Կարապետյան Արշակ, Աննա Ղուկասյանը ո՞նց է հայտնվել երկրորդ համարում, քանի միլիոն պարտք է ունեցել Աննա Ղուկասյանը, որը ջրել է Նիկոլի կառավարությունը Արցախում, քանի միլիոն դրամ, ինչ կոռուպցիայի մեջ է թաթախված եղել Աննա Ղուկասյանի հայրը, դադիվանքում, այդ դադիվանքի եկեղեցու հետ կապված, ինչպես են լվացել փողեր, 2008-2015 թվին, եւ ինչու էր այդ անձնավորությունը հեռախոսը ձեռը
կաբինետից կաբինետ մտնում իմ վրա զրպարտություններ անելով։ Այս ամենի համար դուք պատասխանատվություն պիտի չկրեք։ Հա, պիտի անցնի ու գնա, Նիկոլը եւս մեկ անգամ պիտի ընտրվի, եւ դուք ընդհանրապես ոչ մի պատասխանատվություն պիտի չկրեք։ 12 ժամ այս անձնավորությունը, ով կոչվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ, ինքը եւ իր թիմակիցները, 4 ժամ ինքը, 8 ժամ իր թիմակիցները խոսել են ամեն բանի մասին, բայց որևէ մեկը կոնկրետ հարցադրում չի արել այս թեմաների վերաբերյալ։ Երևի այս 12 ժամվա ընթացքում 300-400 անգամ հնչել է Ալիև անուն, Ալիևը սա է ասում, Ալիևը նա է ասում։ Ալիևը կգա, Ալիևի փախստականները կգան, մեզ կոչնչացնեն։ Ալիևի փախստականները ինչ պիտի անեն, որը հայերը չեն արել։ Այս պահի դրությամբ, այս պահին, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածը Արաքս գետի հունի փոփոխության պատճառով կրճատվել է 400 հեկտարով։ Այն Թաթոյան Արման կա։ Բա ինչի՞ չես խոսում սրա մասին։ Թե հիմքում կանգնած է Հովիկ Աբրահամյանն, Սերժը կարող է ջղայնանալ։ Քրեական գործից ես խոսում, Փաշինյան Նիկոլ։ Կիլոմետրերով քրեական գործ կա հարուցած Միքայել Մինասյանի նկատմամբ։ Բա ո՞նց եկավ Հայաստան։ Ո՞նց չձերբակալվեց, ո՞նց չկալանավորվեց։ 18 թվին գնում ես Հռոմ։ Հարց ենք տալիս։ Ինչ էր անում, ինչ էր գործել դու Հռոմում, Ստահակ։ Այդ ցիրկը, որ նկարում էր, ասում էր, հետախուզման մեջ եմ եղել, դրա համար են փորձել ինձ ձերբակալել։ Ու այս ֆարսը, հարգելի բարեկամներ, հա շարունակվելու է։ Այս տոնությունը պիտի հա շարունակվի։ Եվ ամեն ինչ դեռ կարելի է, դե պոլիտիկա է, ամբողջ աշխարհում է այսպես։ Եթե չլիներ այս մեծամասշտաբ ողբերգությունը եւ արյան այս հոսող արյունը Ղարաբաղի բանից է խոսում Ստահակը, Ղարաբաղի ուրեմն խոսում է պսևդոէլիտային։ Շամպես ծառայել ես դու Ղարաբաղի պսևդոէլիտային Փաշինյան Նիկոլ։ Ղարաբաղի էթնիկ զտումը կազմակերպվել է, տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ դու ձեռք ես բերել հակահայկական պայմանավորվածություններ եւ այդ հակահայկական պայմանավորվածությունները խախտել ես, գցել ես մարդկանց նորանոր աղետների մեջ, սովորական ժողովրդի մասին է խոսում։ Այդ քո ասած պսևդոէլիտայի ներկայացուցիչները էթնիկ զտումից առաջ վաճառել են իրենց բնակարանները պետության վրա։ Այնտեղ մի հատ բան կա, Կարեն Սարգսյան, ներքին գործերի մինիստրներ։ Կարեն Սարգսյան, քո տունը քանի միլիոն դոլարով ես ծախել պետության վրա Ղարաբաղը լուծարելուց առաջ։ Քանի միլիոն դոլարով ես ծախել։ Այսինքն այս մարդիկ իրենց ունեցվածքը վաճառել են պետությանը, պետությունը վճարել է իրենց ունեցվածքի դիմաց Հայաստանի Հանրապետության հարկատուների փողերով, այդ ստահակները եկել նստել են Երևանում հիմա, այդ ամենը տեղի է ունեցել Փաշինյան Նիկոլի կառավարման ներքո, բարձր հովանու ներքո, ու հիմա նույն Փաշինյան Նիկոլը խոսում է Ղարաբաղի պսևդոէլիտայի թռած փախած լինելուց։ Եվ այս ամենը ընդդիմադիր կոչվածների լռության ներքո, այս ամենը պատգամավորական խմբակցությունների լռության ներքո։ Ասում եմ, քննիչին ասում եմ,
Այսպիսի բաներ են տեղի ունեցել, հարցաքննվել են, համապատասխան մարդիկ ասում է, չէ, ասում եմ ինչու, ասում է հարկ չեմ համարել։ Դաշնակ ստահակ, այսպիսի բան է տեղի ունեցել։ Հարցաքննվել է պարլամենտում Նիկոլ Փաշինյանը, իհարկե ոչ, ինչու, ասում եմ մեր օրակարգից դուրս է սա, ուխտադրուժ, ստահակ, բանակից փախած, պատգամավորական երթումը դержած, դավաճան դաշնակ։ Դուք ինչով եք տարբերվում Նիկոլի քննիչներից, դուք առհասարակ Նիկոլից ինչ-որ բանով տարբերվում եք, եթե տարբերվում եք, ապա դեպի միայն ու միայն դեպի վատը, միայն ու միայն կեղտոտ գործ կար անելու, բերեցիք սրան բերեցիք, ով գերա կատարում է, ազգային անվտանգության ծառայության սպաներ, այս ամենը իրականացվել է և իրականացվում է ձեր ձեռքով, ձեր գործակալների ձեռքով, ձեր ինստիտուտն է այս ամենի հիմքում կանգնած, երեկ Ռոբերտ Քոչարյանը ասում է հրահարեց բախումներ, հետո փախավ մարտի 1-ին, պարոն Ռոբերտ, ոնց փախավ մարտի 1-ին, հələ մի հատ եկեք հետ նայենք, այս ժամանակի բարձրությունից հետ նայենք, ոնց փախավ մարտի 1-ին, հետո հայտնվեց Ալեն Սիմոնյանը ստանը, հետո Հակոբ Սիմիդյանը, Ալեն Սիմոնյան, հետո Հակոբ Սիմիդյան, հետո ամիսներ շարունակ տարուց ավել տպագրվում էր, նա չի փախել, պարոն Ռոբերտ, ազգային անվտանգության ծառայությունը դուրս է հանել Նիկոլ Փաշինյանին դեպքերի վայրից։ Ու 10 տարի անց քո պատգամավորը, պարոն Ռոբերտ, քո կոռումպացված պատգամավորը Վայ Հակոբյան կոչվող, նրա այդ աֆիլացված կազմակերպությունը պիտի ռոմանտիկ տելեկամպանիան կամ կայքը կամ մեդիա կայքը, պիտի ռոմանտիկ ֆիլմ նկարեր Նիկոլ Փաշինյանի փախուստի մասին, հետաքրքրվել ես, ֆիլմը ով էր զակաց տվել 2018 թվականի մարտ ամսին։ Պարոն Ռոբերտ, քեզ զեկուցել են, էլի եմ հարցնում 7-8 թվերին, որ Նիկոլ Փաշինյանը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ, այո թե ոչ։ Հրիփսիմե Ջեբեջյանը հարցնում է Կարլոս Պետրոսյանի ժամանակ, որովհետև չի ուզում անդրադառնալ Գորիկ Հակոբյանին, Սերժի տակն է գնում արդեն, դա պետք չի։ Հիմա ես հարց եմ տալիս հերթական անգամ, Գորիկ Հակոբյանը ձեզ զեկուցել է, որ հարտակում կանգնած են մի շարք գործակալներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, այո թե ոչ։ Լսեք, ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու մեջ այդքան մեծ կրիմինալ չէր լինի, թեպետ եթե մարդը զբաղվում է ընդդիմադիր գործունեությամբ ΟԱԾ գործակալ է, դա սրիկայություն է։ Բայց սրիկայությունը եւ կրիմինալը այդքան մեծ չէր լինի, եթե Փաշինյան Նիկոլը անոս առաջ չլիներ, որ 18 թվին հեղափոխություն է եղել, հասկանում եք։ 18 թվին հեղափոխություն է եղել։ Գործակալների հեղափոխություն, այն մարդիկ, ովքեր նախկինում ծառայել են, այն մարդիկ, ովքեր նախկինում ծառայել են ռեժիմի ամենաբիրտ գործիքին որպես գործակալներ, այսօր զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, Արարատ Միրզոյանը վկա, վստահ եմ, որ 10-ից 8-ը Արարատ Միրզոյան է, սրանց մեջ, ու էլի լռություն, ու ամբողջ ուշադրությունը սևեռված է ադրբեջանցիների վրա, փախստականների վրա, որ պիտի գան այստեղ փախստականներ կամ ինչպես են կոչում։ Ինչպես է կոչում Սամվել Կարապետյանի զարմիկը, մի մարդու զարմիկով, մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանի հիմնադրամներին, հա, իր թիմակիցների մասին է խոսքը։ Մինչև վերջերս իր թիմը բանը Նիկոլ Փաշինյանի հետ աֆիլացված հիմնադրամներին բաներ էին անում, թիմակիցներ, միլիոնավոր դրամներ էին ուղարկում, որպես հանգանակություն։ Հայաստանի Հանրապետության ոչ քաղաքական դաշտը, հարգելի բարեկամներ, այսպես կոչված քաղաքական դաշտավայրը։ Ու սրա այսքան բանից հետո մեկ եք տեսնես մի ստահակ դուրս է գալու, ստահակ մի։ Կասի այն մարդիկ, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին, էսեն, էնեն, այսպիսի հայտարարություններով հանդես եկողը պիտի ավարտված ամորալ պատոնակ լինի։ Այն մարդիկ, ովքեր 5 տարի լեգիտիմացրել են Նիկոլ Փաշինյանի պարլամենտում բոլոր հանցագործությունները, 5 տարի նստեն Նիկոլի հանցագործություններն են լեգիտիմացրել։
Պատիվ ունեմ, դաշնակ մաշնակ, հիմա այդ դուրս են եկել, դրանք դրանց մակլավիկներ ասում են գնացեք ընտրության։ Մի անգամ էլ գնացին 35 տարի Հայաստանի Հանրապետությունում ընտրությունով ինչ-որ բան է փոխվել։ Գոնե ճշմարտության մասին խոսեք։ Գոնե, որ մարդը դուրս գա իր տնից, գիտենալով հանդերձ որ մեկ է բան չի փոխվի, բայց գնա ձեզի ձայն տա։ Իսկ դուք post-սովետական երկրներում ամենամեծ հանցագործությունը իրականացրած անձանցից մեկի դեմը ուղիղ չոքել եք։ Բայց հարցերը եթե չեք բարձրաձայնում, բայց այդ ջենտլմենական պայմանավորվածություններ եք գալիս Սերժենց հետ ու Նիկոլենց հետ, սա չոքել չի։ Բա սա ինչ է։ Այդ փողը, որ դուք աշխատում եք, կուլ գնում է, ես ուզում եմ հասկանամ։ Այդ փողը, որ դուք աշխատում եք այս ընթացքում, այդ պարգևավճարները, հետաքրքիր է այն դաշնակ մաշնակները, բան են, Արմեն Աշոտյանն էլ Էդվարդ Շարմազանովի հետ կիսահարբած վիճակում Նիկոլ Փաշինյանն են մեկնաբանում, ասում է, ով են կոլաբորանտները, հələ անունները ասա արա։ Ով են կոլաբորանտներն, ասում է Արմեն Աշոտյանը, Արմեն Աշոտյանը, ասեմ ով են կոլաբորանտները Արցախի։ Այն ստահակներն են, ովքեր պատերազմը չավարտված հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, դրանք են կոլաբորանտները։ Դրանք կոլաբորանտներ են։ Այն ստահակներն են, ովքեր հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Դրանք կոլաբորանտներն են։ Այն ստահակներն են, ովքեր Արցախի էթնիկ զտումից 5 պակաս եղած չեղածը նաղդել են Արցախի կառավարության վրա, իսկ հետո լուծարել տվել Արցախի հանրապետությունը։ Առևտրական, վաշխառու սրիկաներ։ Բայց մարդկանց ոնց կոչենք, պարոն Արմեն, ոնց կոչենք։ Երևանում են ապրում դրանց մեծ մասը։ Մենք, հարգելի բարեկամներ, ապրում ենք այդ մարդկանց հետ նույն պետության մեջ։ Նույն պետության մեջ ենք ապրում։ Այդ ադրբեջանցին ինչ պիտի անի, որը չի արել հայը։ Ինչ պիտի անի։ Պիտի ընդամենը գա հայերի մոտ դասընթացների պիտի գա, որ հայերը մաստեր կլաս ցույց տան։ Դուք ձեր սուտը վայելեք, ես իմ ճշտի համար զրկանքներ կրում եմ։ Դուք վայելեք ձեր սուտը, բայց այդ վայելքը կանգնելու է ձեր բգին։ Այդ վայելքը, որի մեջ եք դուք հիմա բոլորով պայմանավորված դատավարություններով, բանով այդպես ընդհանուր էլի։ Մեկին ձերբակալում են, գալուս են մեկից լրատվականները, այսինչ մարդուն ձերբակալեցին, քաղաքական բանտարկել է, խոսքը ճնշող մեծամասնությանն է վերաբերում, իհարկե ոչ բոլորին, կան իրոք մարդիկ, ում նկատմամբ իրոք դատական իսկական պրոցեսներ են տեղի ունենում։ Բայց ճնշող մեծամասնության դեպքում սա պայմանավորված բաներ են։ Մեկից հայտնվում են լրատվականները, մեկից դառնում է քաղբանտարկյալ, փաստաբաններն են դուրս գալիս, նամակներ են հրապարակում, ես ինչ անի նամակը քրեակատարողականից։ 1000 անգամ ձերբակալեցին անձի, բա չի ոչ մեկը չհետաքրքրվեց։ Ինչի համար եմ ձերբակալվել։ 1000 անգամ եկան տունս ձերբակալեցին, տարան քաղմաս։ Մա բերման ենթարկելու ինստիտուտ չկա, ձերբակալություն է կոչվում։ Որևէ մի փաստաբան, որևէ մի դեպուտատ չասաց, Համբարձումյան Արթուրին ձերբակալել են, մարդու խնամքի տակ է գտնվում 5-6 շուն, ինչու եմ ասում 5-6, որովհետև այն մեկը քոչվոր է գնում գալիս է։ Սա քաղաքական հետապնդում է, ես էլ այնտեղից սրտաճմլիկ քաղմասից բաներ գրեի, հետո քաղմասից դուրս գայի, լրագրողը ինձ մոտենար, հենց նոր դուրս եկավ քաղմասից Արտուր Համբարձումյանը, ես ասեի, ինձ հնարավոր չէ կոտրել բանպիսի բաներ ասեի, իմ պայքարը հնարավոր չէ կասեցնել, պեսի բաներ ասեի,
Սվոլոչ եք դուք տղաներ եւ աղջիկներ, սվոլոչներ եք դուք։ Ինչ ասեմ, այս հողը հուսով եմ մի օր ձեզանից կազատվի։ Հուսով եմ այս հողը մի օր ձեզ պեսներից կազատվի։ Եվ թող տա Աստված այդ ազատողը լինի հայը։ Թող տա Աստված հայը մի օր ազատվի հայի կառավարումից եւ այդ ազատողը լինի հայը, իսկ եթե ոչ, թող օտարը լինի։ Ձեր վայելքը, ձեր աշխատած փողերը, այդ ամեն ինչը կանգնելու է ձեր բգին։ Ձեր բգին է կանգնելու։ Չեմ ուզում մտածել, որ ձեր սերունդների բգին է նաեւ կանգնելու, որովհետեւ եթե ձեր բգին չկանգնեց, այն փոխանցվելու է ձեր սերունդներին այդ էստաֆետը։ Այդ էստաֆետը փոխանցվելու է ձեր սերունդներին։ Ես ձեր տիրոջները